Հարգելի հայրենակիցներ, ես հիմա գտնվում եմ Գյումրիի Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ։ Այս մեքենաներով Լիլիթ Աղեկյանին հիվանդանոցից տեղափոխեցին դատարան, որպեսզի նրան կալանքի որոշման ներքո ազատազրկեն։ Դա է իրենց նպատակը, քանի որ Լիլիթ Աղեկյանը հակակոռուպցիոն կոմիտեին հաղորդումներ էր ներկայացրել եւ այդ հաղորդումների հիման վրա գործեր են քննվելու եւ նրան մեկուսացնելու հարց է դրել այսօր այս խուժան կոռումպացված կառավարությունը։ Պատկերացրեք, հիվանդանոցից ուղղակի թեթև բժշկական օգնություն են նրան տրամադրել, արդեն իսկ արձանագրվել է, որ ունի այդ հիպերտենզիա, բարձր ճնշում, որը պայմանավորված է եղել խոշտանգման, հավանաբար ես այդպես եմ կարծում, եւ սրտխփոցներն են ահավոր եղել։ Նյարդաբանի հետ խոսելուց հետո հասկացա, որ նյարդաբանը ըստ ցուցումների համապատասխան հետազոտություն չի նշանակել, մասնավորապես MRT պետք է անցկացնեին, որովհետև ասեցին հիմա տանում ենք MRT-ի, բայց պարզվեց, որ ոչ գլուխն են նկարել, ոչ մարմինն են նկարել, այսինքն եւ անմիջապես այդտեղից հետո բերել են դատարան։ Հիմա դատարանի մոտ ենք, բերել են, որ կալանավորման որոշումը կայացնեն։ Ներեցեք, ով է դատավորը այսօրվա հերթապահ, կասեք, ուրեմն կեղծ մի հատ հանրային պաշտպան են բերել, որովհետև այդ հանրային պաշտպանից ես փորձեցի ճշտել, ունի արդյոք որոշում հանրային պաշտպան որպես ներգրավելու, այդպես էլ այդ որոշման մասին ես չտեղեկացա, չգիտեմ ոնց են խաբել, որ Լիլիթ Աղեկյանը համաձայնվի այդ պաշտպանին, թե ինչ են արել, որովհետև Լիլիթ Աղեկյանի վիճակը բավականին ծանր էր, գույնը ընդհանուր լրիվ սպիտակ գույնի էր, եւ այս խայտարակությունը, այս խայտարակ Չիչոյանը այստեղի դատախազ, այս խայտարակություն Աննա Վարդապետյան կոչեցյալը, այդ խայտարակությունները ուղղակի դահիճներ են, պատկերացրեք կնոջը գիշերով բերել են հիմա, որ կալանավորեն, ինչի համար, իբրև թե մեկ ամիս առաջ խուլիգանություն է արել, որտեղ այս դատարանի դահլիճում ինչ-որ մի հատ դատավոր աղաքարյան կա, ասել է նրան կոռումպացված։ Ինձ էլ չեն թողում թույլ տալիս ներգրավելու, որովհետև ես այդ ժամանակ եղել եմ դատարանում եւ եղել եմ իբրև թե վկա։ Պատկերացրեք, ես խուժան խուլիգանների մի հատ արարքներն ու վարկագիծը։ Ես չգիտեմ, այս դատավորը ով է այստեղ այսօրվա այստեղի հերթապահ դատավորը, որը պատվերի ներքո պետք է կալանքի որոշում կայացնի, ում նկատմամբ մի կնոջ, ով հետաքննող լրագրող է, ում տունը 2 անգամ հարձակում են գործել եւ 2 անգամ բռնության գործադրումով տարել են, փորձել են մեկ անգամ տեղափոխել բաժին, երկրորդ անգամ արդեն առևանգել եւ տարել են ոստիկանության բաժանմունք եւ հիմա էլ բերել են այստեղ կալանավորման որոշում կայացնելու։ Սա խայտարակություն է, դուք պատկերացրեք, կնոջ են հիմա արդեն խոշտանգում ոստիկանության բաժանմունքներում։ Մի տիկնոջ, ով բացահայտել է հազարավոր կոռուպցիոն գործարքներ, ում կողմից այս խուժան ՔՊ-ական, այս քեմալակա բոլշևիկյան կառավարության կողմից։ Այս խուժանների կողմից կոռուպցիա է բացահայտել, բերել են կալանավորելու, որովհետև բացահայտումներ է կատարել։ Ներեցեք, ես դատարանի դուռը կբացեք, մենք այստեղ մրսում ենք կանգնած։ Կարող եք բացել դատարանի դուռը։ Այդ կեղտոտ, պատկերացրեք, ամբողջ բանձի ոստիկանությունը մի հատ խուժան գործով Տիկո Սահակյանի WhatsApp-ի հաղորդագրության հիման վրա գործ էին հարուցել Լիլիթ Աղեկյանի դեմ, մի քրական գործ, որ խայտարակություն է ուղղակի, դասագրքերում կարելի է գրել որպես խայտարակություն, Աննա Վարդապետյանի հերթական խայտարակությունը, հիմա էլ բերել են այս մի հատ ուրիշ խուժան գործ են կարել, բերել են կալանավորելու որոշում կայացնեն։ Այս խայտարակությունները, Աննա Վարդապետյան, այս ինչ խայտարակություն ես դու, այ չգիտեմ ինչ ասեմ, դու այդ խայտարակության գերագույն մարմնացումն ես, քո վարկագծով ու քո դատախազներով, այս խայտարակություններով։
պատկերացրեք մարդու խոշտանգի են տանեն պահեն ոստիկանության բաժանմունքում, մարդու գոռոցը լսես ականջների մեջ լինի, կնոջը խոշտանգեն, խոշտանգած վիճակով տանեն հիվանդանոց, հիվանդանոցից մի երկու հատ բժիշկ ասի, որ մենք սա ենք արձանագրել, սա ենք արձանագրել, պետք է MRT անել, բայց MRT չանեն, բերեն կալանքի որոշում կայացնելու դատարան, այս խայտառակությունները ուղղակի։ Հետաքրքիր է, որ պտտվենք այնտեղ պատուհանը կերևա այս դատարանի, գոնե այնտեղ որ դալիճում են տարել լույսերը վար։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքն է։ Լույսը չի վառում, որ տեսնենք, որ դահլիճում են։ Հեսա երևի այս դահլիճում են։ Չէ, այստեղ լույս չի վառում։ Սա դաժան իրականություն է, այսը Գյումրին է։ Խայտառակություն է, Գյումրիի բեսպրիդելը, որ ամբողջ Գյումրին նարկոտիկների մեջ թաղված է։ Նարկոտիկ վաճառողներին, նարկոտիկների վրա նստացնողներին փոխանակ բռնեն, հետաքննող լրագրող կոռուպցիա բացահայտող Լիլիթ Աղեկյան են բռնել։ Էս էլ են, նայեք, ում պատկերն է, Լևոն Բարսեղյանի, հա։ Այս կարիդորա է։ Կարիդոր է, բայց աստիճաններով։ Չէ, էնի երկրորդ հարկը քաղաքացիականներ, հիմնական մեզ քրականները այս առաջի հարկում են։ Երբեմնի իբրև իրավապաշտպան, իբրև եվրոպական արժեքներ կրող։ Ուր են, ոչ մի իրավապաշտպան գոյություն չունի։ Մարդուն տանում են ոստիկանությունում ծեծում, ջարդում են, խոշտանգում են, հետո է բերում են, որ կալանքի որոշում տան։ Տենանք այդ դատավորը ով է լինելու, որ ինչ որոշում է կայացնելու։ Հեն այն կեղտոտ քնիչն է, տեսեք։ Այ հեսա նստած այն անկյունում։ Գործ կարողն է։ Հանրահայտ գործկարող քննիչներից է, ով իբրև թե ինձ ճանաչել է որպես վկա եւ չի ներգրավել որպես փաստաբան։ Սեք սպասում են, բերեցին դատարան, ուրեմն խոշտանգված Լիլիթ Աղեկյանին հիվանդանոցից տեղափոխել են դատարան, որպեսզի կալանքի որոշում կայացվի։ Էս այդ քննիչը։ Անունը Միքայել Ավետիսյան, իդեպ քննիչը հատուկ մասնագիտացված է խոսքի ազատության նկատմամբ ապօրինի միջամտության այդ գործերով եւ հոյակապ գործիք է այս քեմալաբոլշևիկյան իշխանության ձեռքին։ Տեսեք, մտավ երևի արդեն դահլիճ չի երևում։ Սա էլ դատարան է կոչվում։
Դուրը փակ է։ Ինչ իրավունքով եք դուրը փակ պահում, երբ դուք ստեղ նիստ եք անցկացնում։ Քեմալական դատարան է, né? Խայտառակություն։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից է, որևիցե մեկը չեկավ, որ արձանագրի ինչ է կատարվել։ Մարդու իրավունքների սուպեր պաշտպանը, խայտառակության ընկերուհի, խայտառակության կանտորաներ ուղակի, խայտառակություններ։ Սրանց բոլորի տեղը բանտախուցն է, տանես սենց խմբով լցնես, խսիրով լցնես այդ բանտախցերը, թթեն ընդեղ, խայտառակությունները։ Ժամը 2-ն է, Գյումրի, ցուրտ, խայտառակություն ես ձեզ ցույց տամ ես։ Հրապարակը։ Չիչոյան, սպասի դու ես գալու, մի օր քեզ եմ բերելու գիշերով այստեղ, բայց քո հետևից որևիցե մեկը չի գալու։ Տղատ էլ արդեն դատավոր չի լինի, չգիտեմ որտեղ կլինի, քո հետևից չի գալու։ Նույնիսկ հիմա ինձ պարզ չէ քրական գործի մանրամասները, ինչ որ ես տեղեկացվեցի, բավականին կծկտուր տվյալներ են, պարզվում է 2 հոգի, ինչ որ ես Աղաքարյան դատավոր կա, սա 1 ամիս առաջ իբրև թե իրեն կոռումպացված ասելու համար վիրավորվել է եւ գնացել է հաղորդում է ներկայացրել։ Եվ մի հատ էլ կոռումպացված տիկին, ով իրոք մեղադրվել է ինչի մեջ, գումարների յուրացման, դպրոցի տնօրեն լինելու ժամանակահատվածում, խոշոր չափերի յուրացում եւ պաշտոնեական կեղծիք։ Այս երկուսով գնացել են հաղորդում են ներկայացրել Լիլիթ Աղեկյանի դեմ, իբրև թե նրան խուլիգանություն է արել, ասել է կոռումպացված են իրենք։ Մի ամիս առաջ տեղի ունեցած իբրև թե դեպքի համար, այսօր, այսինքն արդեն երկրորդ օրն է, ամսի 8-ին մայիսի գնում են Լիլիթ Աղեկյանի տուն եւ հետո ոստիկանության բաժանմունքից այնքան վատ է լինում Լիլիթ Աղեկյանը, որ տեղափոխում են հիվանդանոցից է բերում են այստեղ դատարան, կալանքի որոշում կայացնելու։ Մուտք է գրած, մուտքն է փակ, պոլիցիայի է սա, գլխարկն է, պոլիցիայիններն է ստեղ են։ Տեսեք, հենց է գլուխները կախել են, մտել են հեռախոսների մեջ, պոլիցայները։ Կամ թուրքական ժարդարմ են, կամ էլ ֆաշիստական պոլիցայներ։ Տեսեք, իրենց գլխարկները։ Կամ պոլիս, պոլիցայները, ֆաշիստական։ Մարդուն խոշտանգ են բերեն կալանքի որոշում կայացնելու։ Եվ այս մարդիկ վաղը մյուսօր կխոսեն հայրենիքից, հայրենասիրությունից, կանանց պաշտելուց, մարդկությունից, բայց պարզվում է թուրք են, էլի, իսկական թուրք։ Ինչ անհրաժեշտություն կար, օրինակ Լիլիթ Աղեկյանին ձերբակալելու։ Երբ 1 ամիս առաջ ասել էր Աղաքարյանին իբրև թե կոռումպացված եւ մի հատ էլ Արմինե Սուքասյանի, ով մեղադրվել է
պաշտոնական կեղծիքի եւ խոշոր չափերով յուրացումների մեջ նրան ասել կոռումպացված։ Դրա վերաբերյալ կա աուդիտի տվյալներ, գնումների մասին օրենքի խախտում, չգիտեմ ինչ չարաշահումներ, ես ինչի տեղ դնելով մի աշխարհագրության ուսուցիչը գնացել ֆիզկուլտ է պարապել, ֆիզկուլտի ուսուցիչը գնացել է մաթեմատիկա է պարապել, մի խառնաշփոթ, չգիտեմ ինչ էր քանի տեսակի զեկույցներ եւ եզրակացություններ, բայց բարձվում է նրանք կոռումպացված չեն, վիրավորվել են եւ քրեորեն պատժելի արարքի կատարել իբրե թե Լիլիթ Աղեկյանը։ Եվ հիմա պետքա ձերբակալեն։ Այն մի խուժան ազգային ժողով կա փոխանակ այդ խուժաններին ձերբակալեն, երեք տեսակ ինչ էր կատարում երեք չառաջ օրը այդ խուժան ազգային ժողովում գլխավոր խուժանի մասնակցությամբ։ Նրանց ձերբակալեն, Լիլիթ Աղեկյանն ձերբակալել։ Կոռուպցիայի խրախուսման հանձնաժողով, կոռուպցիայի խրախուսման կոմիտե, բոլորը գործի են անցել։ Խեղճ Գյումրի, ինչ ասես չտեսավ։ Տեսեք ինչքան երկար է տևում կալանքի որոշում կայացնելը։ Իսկ խայտառակություն է, էլի։ Ուղղակի խայտառակություն։ Այս ոստիկանները մտել են այս խցի մեջ, այս շերտավարակույրով է փակվել են, որ հանկարծ իրենց չտեսնեն։ Սա խայտառակությունները։ Գնան դեղ դնողներին բռնեն, նարկոտիկները բռնեն, եկել սա են վերընգե։ Ամբողջ Գյումրին նարկոտիկի մեջ թաղված է։ Խուլիգանները։ Եկել են ստե կոֆե են խմում, որի իրավունքը չունեն։ Հեսա նայեք։ Սենց կոֆեները։ Տեսեք։ Մեկն է հեռախոսի մեջ է մտել։ Եվ ես էֆիրն է նայում։ Այս ամբողջ ոստիկանական մեքենան օգտագործում են ում դեմ Լիլիթ Աղեկյանի։ Լավ, հիմա մի փոքր անջատեմ, որ հեռախոսի մեջ լիցքավորում մնա, սպասենք տեսնենք ինչ է լինում, էլի եթեր կդուրս գամ։